Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներին։ Չգիտեմ, որ երրորդ օրն եմ արդեն շարունակում նկարել վլոգս ու չգիտեմ երբ եմ ավարտելու, բայց ամենայն դեպս նկարում եմ այսպես կամաց, մինչև որ միգուցե ընկնեմ բունի մեջ։ Աշխատանքի վայրում եմ, սպասում եմ հաճախորդից, նոր մաքրեցի կաբինետս, քանի դեռ 10 րոպե ժամանակ ունեմ, ահագին բաներ ունեմ, որ պետքա պատվիրեմ, աշխատանքային ռասխոդնի մատերիալ, որը անդադ վերջանում է ու պետք է անընդհատ գնել, թարմացնել եւ հիմա դրանով եմ զբաղվում, բնականաբար այնքան լավ է, այս ճիշտ է, հիմա մի փոքր վարժվել ենք, որ խանութներ չենք գնում, ես սիրում եմ, որ խանութներ ես գնում, ման ես գալիս, գնումներ ես կատարում, բայց մի փոքր որ ժամանակը սուղ է լինում, այս օնլայն գնումները փրկություն են, հատկապես որ այսպիսի ռասխոդնի մատերիալներ գնելու համար։ Viber-ից ունեմ բնականաբար եւ հիմա ինչը վերջացել է, վերջանալու վրա է, պետք է պատվիրեմ, չնայած որ 10 թե 12 հատ գել եկել է, այսօր վերջացնեմ գործս, կգնամ կվերցնեմ եւ միասին երևի կգցենք գույները ցույց կտամ։ Այս աչքս արյուն է լցվել, 3 թարթիշներս ձևափոխեցի, թարմացրեցի, ավելի կարճ տարբերակը այս անգամ փորձեցինք։ Հետևորդներից մեկը գրել էր, որ թարթիշներս չի սազում ինձ։ Մյուսն էլ գրել էր, որ շատ գեղեցիկ է թարթիշներս։ Երեխեք ջան, ինձ թվում է ամեն մեկը ունի իր ոնց կլինի վիբր ընտրությունը։ Եթե դա ինչ որ հանրային մի բան չի, որ կարող ես դու քո կարծիքը ասել, ինձ թվում է իմաստ չկա ասելու։ Միգուցե քո համար, ձեր համար տգեղ է, իմ համար գեղեցիկ է, միգուցե ձեր խոսքի ինչ որ մի բանը սանրվածքը կամ հագուստը ինձ դուր չգա, բայց ձեզ դուր գա, եւ դա պարտադիր չէ, էլի այդպես հանրային բոլորին ձեր կարծիքը թելադրեք, հատկապես այն մարդկանց, որ ձեր կարծիքը ընդհանրապես հաշվի չեն առնի, միգուցե եւ ինչպես կոպիտ պատասխան տան։ Ճիշտ է, այդ մարդկանցից չեմ, որ կոպիտ պատասխան են, բայց ամենայն դեպս ձեր կարծիքը կարող եք պահել ձեզ, սազում է, չի սազում, նույնպես ես կորոշեմ, եթե մի օր որոշեմ հարցնեմ ձեր կարծիքը ինչպիսի թարթիշներ անեմ, այդ դեպքում հա կարող եք խորհուրդ տալ, ձեր կարծիքը ասել, բայց այնպես պրոստը հենց այնպես տեղից գալ ասել, որ քո թարթիշները քեզ չի սազում, այդ ինձ թվում է անտակտություն է մի քիչ։ Բայց դա անցնենք դա։ Հիմա այսպես կնկարեմ ու հաճախորդս կա, ես այդպես էլ կմոռանամ ինչ պետքա պատվիրեմ։ Պետքա ապельсиновые палочки։ Այնքան շուտ է վերջանում։ Ինձ թվում էր ոտ մի քանի դրամից էլ չի անցել, որ պատվիրել էի։ Իհարկե զապիսները շատ են լինում, այդպես եւ շատ է պետք գալիս, բայց դե այսպես անենք, երբ որ աշխատում ես, նաեւ պետքա ծախսես, առանց դրա հնարավոր չի։ Առաջ ես խարտոսները գնում էի 100 հատը 350-60 դրամ, հիմա եղել է 500, համարը 600-ին մոտիկ, նույնիսկ 610 ռուբլի արդեն 100 հատը, 2 անգամ թանկացել է, մենակ ոչ խարտոսները, ամեն ինչը թանկացել է, բայց դե չենք հուսահատվում, համասլը թանկանա էժանանա, պետքա, եթե պետքա գնես, դրա համար պետքա լավ աշխատանք ունենաս, որ այդ ամեն ինչի տակից դուրս գաս։
այսպես շրջեմ, դուք էլ ինձ հետ ինչ ենք չեմ հիշում ունենք սալֆետկի։ Հիմա իմ պատվիրազներից իմ պակուպկեքն է սա, իմ պատվիրազներից եմ պատվիրում, քանի որ արդեն գիտեմ իրենց որակը, որպեսզի ճիշտ բան պատվիրեմ։ Հիմա մի հատ յուղը մատերի նույնպես պետք է ինձ։ Ահա, սա յուղն էլ տեղավորենք, այս շատ անուշ հոտ ուներ, ինքը շատ լավ անուշ հոտ ուներ, բայց ուզում եմ այս անգամ էլ ուրիշը փորձեմ, տեսնենք, վերջ այդքանն է, հոտ համերը, հոտերը, սա նրա փոքրն է, այստեղ տարբեր հոտեր կան, ինքը սուխոյ մասլա է ու այդքան մատերը չի բանանում, յուղոտում, շատ հաճելի է։ Այս սրանից ունեցել եմ նույնպես շատ անուշ հոտ ունի, ով որ մոլեկուլա օգտագործել է կիմանա, ուղղակի իմ համար խենթանալիք բույր է։ Ինչ որ թխվածքաբլիթների համյա միգուցե սա պատվիրենք։ Լավ, թող լինի դա։ Հետո էլ ինչա պետք, հա մեզ պետք է նաև մի րոպե ձեռքս փոխեմ, որովհետև ձեռով չեմ կարող գրել, մեզ պետք է պակետներ պիդիկյուրի, այ, ինչ էրա գրում, չերես էկրան եմ նայում, ոնց որ չտեսնեմ ինչ եմ սեղմում տարել դլյա պիդիկյուրը։ Թող լինի 100 հատը պակա, բայց հետո պետք է այս 200-ը գնեմ, որովհետև առջևում պիդիկյուրնի սեզոնն է։ Գնանք կորզնկան տեսնանք ինչ ենք։ Առայժմ սա պատվիրենք։ Փոխենք պունկտ վիդը չի։ Եվ վերջ։ Այսպիսի եղունգներ ստացանք, գրեք տեսնեմ նման է, նկարը այնտեղ հեռախոսի մեջ երևում է, գրեք տեսնեմ նմանացնում եք, թե ոչ։ Այսպիսի գեղեցիկ փայլով եղունգներ եղան։ Արագ ցույց տամ ինչ եմ արել, գել կրասկան ֆրենչի կալիպսը, բայց ինքը հեչ լավը չի, ուպակովկան, կրասկան լավն է, բայց ուպակովկան ընդհանրապես ահավոր է, իրա մեջից այսպես ինքը դուրս է տալիս, փակած վիճակում, երբ որ դնում եմ դարակը, դնում եմ հիմա այստեղ այսպես բացոթի, գոնե մի փոքր դուրս չի տալիս, բայց դա ինքը այսպես զզվելի տեսքի է։ Укрепленին մոյրայ առաջին համարը մալոչնի, հետո ինչ եմ արել, խրուստալնի կոշկա, էլպազայի
Ոյ, հիմա չեմ կարող բացեմ, իրոք այստեղ ցույց տամ այս գույնը։ Մալոչնի վրայից մի շերտ կոշկա եմ արել, հետո վտիրկա, ավրորան ասա, առանց որևիցե գույնի է ինքը, սովորական ուղղակի փայլում է։ Եվ ֆրենչը, ասեմ, ովքեր որ մաստերներ են, վտիրկան որպեսզի ավելի գեղեցիկ կարողանաս տարածել եղունգի վրա, այս ռազդիլիտիլներով եմ անում։ Ինքը ուղղակի յուրահատուկ տարածում է վտիրկան եղունգի վրա։ Այսպես մի հատ պոկում եմ, այս մի հատը մի անգամվա համար։ Այսպես։ Աշխատանքի վայրում եմ, ճիշտ արդեն ուրիշ օր սկսել եմ վլոգս, հիմա արդեն ընդհանրապես չգիտեմ, որ երրորդ օրն է որ նկարում եմ, եղունգներս եմ ձևափոխում։ Եվ քանի որ որոշեցի, ոնց որոշեցի, ես մի ձեռքս արդեն 3 եմ ձևափոխել, այսպիսի նյուդովի գույն եմ արել։ Եվ այսօր երկրորդ ձեռքս եմ անում, որոշեցի ձեր հետ միասին անենք և զրուցենք։ Չնայած միացրելի վլոգ էի նայում, Աննայի վլոգն էի նայում, հետո որոշեցի, որ ձեր հետ ավելի լավ շփվեմ և վերջապես վլոգս ավարտեմ։ Երեկել եմ աշխատել ամբողջ օրը, այսօր 2 հատ հաճախորդ ունեի, այսօր ընդհանրապես չպետք է աշխատեի, որովհետև այսօրվանից արձակուրդ եմ, վաղը գնալու ենք Վոլգոգրադ ես ու Մարինան, առավոտ շուտ, այսօրվանից արձակուրդ էի, բայց այնպես ստացվեց, որ տոմսը կիրակի առավոտ շուտ էր և որոշեցի, որ 2 հոգու գրանցեմ, քանի որ իրանց շատ շուտ հարկավոր էր մանիկյուր։ Դրա համար համ գրանցեցի, իրանց սպասարկեցի և իմ եղունգները սարքեմ, որովհետև եթե չգայի աշխատանքի վայր, եղունգներս այդպես կմնար կիսատ։ Հաստատ եղունգներիս համար կալարեի իջնեի։ Բայց հիմա եղունգներս վերջացնեմ և տեսնենք, գնամ տուն, տեսնենք ինչ ենք պատրաստում, որպեսզի թողեմ տղաներին ուտելուն և մեր ճամփուկը հավաքենք։ Առավոտ ժամը 7:40 մեր թռիչքն է, արդեն երևի նոր վլոգ կսկսեմ նկարել, չգիտեմ, կսկսեմ թե ոչ, բայց դա երևի կսկսեմ։ Դուք ինչով եք զբաղված, գրեք տեսնեմ դուք որ վլոգերներին եք նայում, շատ հետաքրքիր կլինի, ես Աննային եմ նայում, 2 Աննաներին եմ նայում և Անին։ Մեկ-մեկ նայում եմ նաև Տաթևիկի վլոգները, ճիշտ է հիմա ինքը շատ ուշ է գցում, բայց հենց որ գցում է նայում եմ, գրեք տեսնեմ դուք ում վլոգներն եք նայում։ Հա ճիշտ, մեկ էլ Վարդրոս, այդպիսի ալիք կա, նույնպես հավեսով ընտանիք են, շատ այսպես հայավարի, իրանց եմ նաև հետևում, որովհետև շատ հաճելի է իրանց ընդհանրապես հետևելը։ Եթե հետաքրքիր է, դուք էլ կարող եք միանալ։ Իսկ հիմա գրեք տեսնեմ դուք ում եք նայում, շատ հետաքրքիր է։ Ինձ թվում է նոր Սպասքեղենի վլոգ կլինի, քանի որ գնում եմ Վոլգոգրադ, երբ որ գնում եմ Վոլգոգրադ, այնտեղից հաստատ սպասք եմ բերում։
Արդեն գիտեմ համայրա ինչ եմ բերելու, բայց միգուցե էլ ավելի տեսակներ բերեմ։ Փակագծերը չբացեմ, անպայման գնամ տեսնեմ, պատվիրել եմ արդեն եկել է։ Ձեր հետ հաջորդ վլոգում անպայման կկիսվեմ, քանի որ գիտեմ դուք էլ եք սիրում սպասքի վլոգներ։ Ես էլ եմ սիրում, համ գնում եմ, համ նայում եմ։ Չնայած այս վերջի սպասքի վլոգի տակ մի կին գրել էր, ճիշտ է, ես այդպես վատ չեմ տրամադրվում նմանատիպ կոմենտների, մի կին գրել էր, Երանի ձեզ վաղուց սպասք չեմ գնել, չիմանալով հանդերձ այդ Երանի տակ ինչեր կա թաքնված, ինչեր կարող է լինել թաքնված, որ մարդուն Երանի տաս, առանց իմանալու իր անցած ճանապարհը, իր ներկայիս ճանապարհը, դրա համար ինձ թվում է այդքան էլ ճիշտ չի Երանի տալ մարդկանց, միայն այսպես գեղեցիկ նկարից ելնելով, որովհետև չգիտենք մենք այդ գեղեցիկ նկարի ետևում այդ մարդը ինչերի մեջով է անցել, ինչ դժվարություններ ա տեսել, որ ինքը արդեն այդ դիրքին ա հասել։ Դրա համար պետք չի Երանի տալ ոչ մեկին։ Ուղղակի պետք է այսպես հետևել եւ փորձել, որպեսզի դու էլ կարողանաս դա անել եւ ունենալ, եթե իհարկե դրա կարիքը կա։ Ճիշտ է, ես փորձում եմ այդպես, ես ընդհանրապես շատ խղճով մարդ եմ, խղճով ասելով, եթե ինչ-որ մի բան տեսնեմ, լսեմ, կարդամ, իմ վրա ազդում է շատ, դրա համար այդ կոմենտարյան, այսպես ասած, իս բաց չի թողնում, բայց դե հետո մտածում եմ, ես որ կարողանում եմ, փառք Աստծո, իմ ընտանիքը յուրահատուկ ընտանիք է, եթե նույնիսկ ես չաշխատեմ, այնպես չի, որ դրա կարիքը կա, բայց եթե ես աշխատում եմ, լինում է և առավոտվայինից մինչև իրիկունա 9 աշխատում եմ առանց հանգստի, ամեն օր համայրա աշխատում եմ, որպեսզի ունենամ իմ ցանկացած սպասքը, հագուստը, ուտելիքը, ինձ թվում է բոլորն էլ կարող են ձգտել, դրա համար ավելի լավ է ձգտել ունենալ, քան թե նստել ինչ-որ մեկին Երանի տալ, որ սպասք չես կարող գնել, կամ թեկուզ հիմա այնպես չի առաջվա, այն շատ առաջվա նման է, որ ոչ մի բան հասանելի չի, փառք Աստծո, հիմա այնքան շատ լավ ժամանակ ենք ապրում, ամեն ինչ հասանելի է բոլորին, բոլորը կարող են աշխատել, ովքեր որ աշխատասեր են կարող են աշխատել և ունենալ իրենց սրտի ուզածը, անկախ գնից, անկախ արտադրությունից երկրի, որտեղ արտադրվել, որովհետև հիմա մեր ժամանակներում նույնիսկ ամենահեռավոր երկրներից կարելի է ուզածդ գնել, բերել, օգտագործել և վայելել, միայն դրա համար պետք է աշխատասիրություն ունենալ և վերջ։ Չեմ քննադատում այդ իմ կոմենտարյա գրողը, միգուցե տարբեր, այսպես ասած, մարդիկ տարբեր խնդիրներ ունեն, տարբեր հարցեր ունեն, բայց դե համենայն դեպս խորհուրդ չէի տալ ինչ-որ մեկին Երանի տայիք։ Մինչև Երանի տալը մի հատ մտածեք, դուք կարող եք այդ մարդու, այսպես ասած, հագած կոշիկով անցնել իր ճանապարհը, որովհետև կարա շատ, ասում են խոսքը ուժ ունի, ես հավատում եմ դրան, որ խոսքը ուժ ունի, և կարող է այնպես, որ այնպես շրջվի ձեր դեմ, այդ ում որ Երանի եք տվել, ու մի օր դուք անցնեք այդ ճանապարհը, ում որ Երանի եք տվել, ու հասկանաք, որ ընդհանրապես Երանի տալու չէր, դրա համար իմաստ չկա Երանի տալու, ուղղակի ձգտեք և ունեցեք, նույնիսկ մի էլ երազեք, ուղղակի ձգտեք և ունեցեք, և վերջ։
Հիմա կսեմ բազա բարակ շերտով, քանի որ ես իմ եղունգները ուկրիպլենիով եմ անում, գելով եմ անում։ Կսեմ բարակ շերտ բազան և միանգամից գույնով ուկրիպիչ անեմ ու տոպով փակեմ։ Որոշել էի վրայից վճիռկա անել, բայց ինձ թվում է չեմ անի, դեռ ես մի ձեռքից տոպ չեմ արել, որովհետև մտածում էի վճիռկա կանեմ, բայց ինձ թվում է չեմ անի։ Հետո բան արեցի, այսպիսի կետիկներով, այսպես կետիկներով, սև կետիկներով տոպա, որոշեցի այս տոպով փակեմ, հետո չգիտեմ դրանով անեմ, թե այսպես ավելի նուրբ թողեմ, մի խոսքով այսպիսի բարդ ընտրության առջև եմ կանգնել, չգիտեմ ինչ անեմ, այսպես ասած թող մեր բարդ ընտրությունը միայն այս գույն քսելով լինի, բոլորիդ եմ ցանկանում, որպեսզի ոչ մի բարդ ընտրության առջև չկանգնեք, այլ այսպիսի բարդ ընտրություններ լինեն, թե ինչ գույն քսեք, ինչ շոր հագնեք։ Վերջապես ուկրիպիչ արեցի, հիմա եկել այն բարդ ընտրությունը, սովորական տոպով թողնեմ, հիմա մի րոպե լույսը այնպես անեմ, որ երևա, թե այսպես կետիկներով տոպ անեմ։ Երկու ձևն էլ սիրուն է, համ կետիկներով է սիրուն, ֆոկուս չի անում, համ առանց ոչ մի բան էլ է սիրուն, ինչ անեմ, որը թողնեմ, գրեք տեսնեմ, որ մի տեսակն է գեղեցիկ, կետիկներով նույնպես շատ նուրբ է, կամերան այդքան ցույց չի տալիս, բայց կետիկներով նույնպես նուրբ է, երևի կետիկներով անեմ, բարդ ընտրություն, երևի կետիկներով, թե այնպես թողնեմ, չէ երևի առանց կետիկների, վերջ որոշված է, թողնում եմ սովորական, առանց որևիցե այսպես նուրբ, քանի որ իմ մատանիները բոլորը մեծ են, չեմ ուզում այդպես ակցենտ լինի համ եղունգներս, համ մատանիներս, թող լինի այսպես նրբի մեջ այս անգամ, չնայած վաղուց է, որ գույնս գույն եղունգներ չեմ անում, թե ամեն օր անում եմ, ես հագենում եմ այդ ամբողջով, ինձ թվում է ես անընդհատ գույնավոր եղունգներ եմ ունեցել, բայց դա այդպես չի, ես հազվադեպ է, որ ինչ-որ գույն կսեմ, են էլ եթե գույն լինի, ինքը կամուֆլյաժնի կլինի, կամուֆլյաժնի կլինի ու ոչ սովորական պլոտնի գույն, այլ կամուֆլյաժնի, բնականաբար էլի իրանք նուրբ են ստացվում, քանց թե պլոտնի գույները, դրա համար երևի միակ գույնը, որ քսել եմ, դա կարմիր գույնն է եղել, որ հենց այդպես գույն եմ քսել եղունգներիս վրա, գրեք տեսնեմ, գույներ քսում եք, դիզայներ սիրում եք, օրինակ իմ հաճախորդների կես մասը սիրում է նյութ, ինչ որ ես, իսկ մնացած մյուս կեսը սիրում է դիզայն, գույնավոր եղունգներ, նկարներ, ես նկարներ էլ չեմ հիշում, երևի մի 6 տարի առաջ կարող է, ինչ որ նակլեկա, նկար, ստեմպինգ արած լինեմ իմ եղունգների վրա, եթե կարճա, կվադրատ, ֆրենչ է իմ եղունգները, կամ կարմիրն էլ շատ հազվադեպ է լինում, եթե երկար է, կամ նյուդովի բլյոստկի, կամ նյուդովի գույն,
Առաջ ես սև գույնն էի շատ սիրում, եղունգների վրա, շատ էի սիրում, բայց հետո տարիքի հետ ամեն ինչ փոխվում է, հիմա ընդհանրապես, նույնիսկ չեմ էլ պատկերացնում իմ եղունգները սև գույնի, բայց դե միգուցե դա դրանից է, որ ես ամեն օր համարյա տարբեր գույներ քսում եմ մարդկանց եղունգներին, միգուցե դա էլ կապ ունի և ես այսպես ասած հագինում եմ այդ գույներից ու էլ չեմ ուզում իմ եղունգների վրա տեսնեն, միգուցե դա նույնպես կապ ունի, գրեք տեսնեմ ձեր մոտ ոնց է, սիրում եք գույներ, չեք սիրում, ինչ եք անում եղունգների վրա հիմնականում, դիզայն նկարում եք, չեք նկարում, չնայած հիմա շատ մասնագետներ կան, որ ոյ չեմ կարողանում այս բանը տեսնել, պատստավ կան, չնայած հիմա շատ մաստերներ կան, որ չեն նկարում, մենակ ստեմպինգ կամ նակլեյկային օգտագործում, բայց ես սիրում եմ նկարել, իհարկե ոչ դիմանկար չեմ կարող նկարել, ոչ էլ կարող եմ նկարել ռեալնի ծաղիկներ, որ այսպես նայում ես, իրանք ուղղակի քեզ թվում է, որ բնական ծաղիկներ են, այդպիսի նկարներ նույնպես չեմ կարող նկարել, բայց քչի շատից կարող եմ տեղը բերել, երբ որ նկարին նայեմ, բայց դա հիմա այդքան շատ պահանջարկ էլ չունի արդեն, որովհետև համարյա բոլորը կարճ եղունգներով են, բոլորը նատուրալնի կողմնակից են ու այդ նկարները բնականաբար պետք է նկարես երկար եղունգների վրա, որ պլոշետ տեղ ունենա, մակերես ունենա նկարելու, իսկ հիմա շատ հազվադեպ չի, հիմա նարաշվինին այսպես առաջ է եկել ավելի արդիական է դարձել, մի քանի տարի առաջ, որը շատ այսպես հետ էր մղվել, բայց հիմա այն 15-ից բարձր մինչև 20-21 տարեկան հասակը աղջիկները նախընտրում են այսպես երկար եղունգներ ունենան, ովքեր որ նարաշվինի անում են, իրանց մոտ այդ նկարելը բանը արդիական է, բայց ովքեր օրինակ ես նարաշվին չեմ անում ու նկարել էլ արդիական չի, բայց դա որ նարաշվին անում է, իրանց մոտ ինձ թվում է պահանջարկ կլինի, հատկապես կրեյզի մանիկյուր, որ ամեն ձևի դիզայն անում են վրա և նկարում են, և քարիկներ են կպցնում, և մեծ մասիվ մի բրոշկաներ են կպցնում եղունգների վրան, ինձ թվում է կլինի այդպես, պահանջարկ եթե կա, ինձ թվում է մաստերները նույնպես կանեն, բայց դե շատ իմ համար հատկապես ավելի լավ է ես 3 հոգու սպասարկեմ ու գրիպից անեմ, մի քանի 2-3 մատ նարաշվետ անեմ, ֆրենչ նկարեմ, ամբրե անեմ, քանց թե մի հոգու նարաշվետ անեմ, չնայած որ նարաշվետ նույնպես լավ է ստացվում իմ մոտ, բայց դե այսպես սիրտս չի կպնում, մեկ լինում է, երբ որ այսպես սեզոնային, բնականաբար իմ գործն էլ սեզոնային է, այնպես չի, ճիշտ է ես ունեմ հիմնական հաճախորդները, որոնք 3 շաբաթը մեկ գալիս են, բայց դե լինում է, որ այսպես նստում է մի պահ ու մեկ վերցնում եմ նարաշվինի, իհարկե հաճախորդներիս երեխեքին, այսպես հաճախորդի ծանոթ բարեկամ, այդպես ես դրսից մարդ չեմ վերցնում գործ անելու համար, վերցնում եմ ու փոշմանում մինչև անում վերջացնում եմ, բայց դե ովքեր որ այն մաստերներն ովքեր որ պլոտնի աշխատում են նարաշվից, իրանք էլ չեն անում օրինակ սովորական եղունգներ ու գրիպից, որովհետև իրանք էլ սիրում են այդ պրոցեսը ամբողջ, բայց իմ համար այդ փոշոտ պրոցեսը այդքան էլ չի գրավում, դրա համար ես
Խուսափում եմ նարաշոյց անելուց։ Վերջ, եղունգներս պատրաստ են։ Կես ժամ հիմա ծախսեցի, կես ժամ էլ երեկ էի ծախսել, այս մի ձեռքիս համար 1 ժամ։ Եվ եղունգներս արդեն պատրաստ են։ Այս մի գործից էլ պրծանք, մի 3-4 շաբաթ հանգիստ կմնանք։ Այսպես նուրբ, շատ նուրբ եղունգներ։ Այս գույնի ընդհանրապես չեմ արել եղունգներ, իմ եղունգները, ոչ թե ուրիշի։ Այս անգամ փորձեցինք, բայց ոնց որ վատը չի։ Հիմա յուղ կսենք, կուտիկուլային, հավաքեմ մի հատ այստեղ մաքրեմ, գործիքներս ախտահանեմ, որ 1 շաբաթ չեմ գալու, գնում եմ հանգստանամ Վոլգոգրադ, 1 շաբաթ գործիքներս հանգստանալու են ինձանից, բայց դե պետք է մաքրեմ ախտահանեմ, որովհետև գալիս եմ, արդեն իսկ մաքուր գործիքները կտեղափոխեմ, գալուցս արդեն կտեղափոխեմ սուխաժարի մեջ և ժամանակ չեմ ծախսի գործիքների ախտահանելու լվանալու վրա, չնայած որ ես շատ գործիքներ ունեմ, որ կարող եմ ինձ թույլ տալ մի 2-3 օր չախտահանել գործիքները, հավաքել նոր, բայց ավելի լավ է հիմնվագործը չթողնեմ հետոյին, որովհետև հետո չգիտեմ ինչպիսի զապիս կանեմ, արդեն իսկ վերջի հետ գալուց հետո արդեն իսկ բավականին ակտիվ զապիս կա, բնականաբար մինչև այդ նույնպես կլինի ակտիվ զապիս, ես զապիս չեմ անում պիրիոդով, 1 ամիս պիրիոդ, որովհետև ես չգիտեմ մի ամիս հետո միգուցե ես ուզենամ ինչ-որ միտեղ գնամ ու այդքան զապիսը ուշ տեղափոխեմ, դրա համար շաբաթ, 2 շաբաթ մաքսիմում, որ ես զապիս եմ անում, դրա համար այսպես այս շաբաթ, հաջորդ շաբաթի համար եմ անում, ես էլ այդ առաջ էր, որ սպես իմ զապիսները մի ամիս պիրիոդով, 2 ամիս պիրիոդով, ոչ, ես հիմա նախընտրում եմ հանգստությունը, որովհետև ես չեմ սիրում մարդկանց, այսպես ասած, ոնց կլինի, պատվադից անել, հայերեն տարբերակը չգիտեմ, չեմ սիրում մարդկանց պատվադից անել, եթե նույնիսկ լինում է այդպիսի դեպքեր, որ դե մարդ ես լինում ինագրա, որ ստիպված ես լինում, դա իմ համար շատ ծանր է լինում, շատ դժվար է լինում, ես ինձ շատ վատ եմ զգում, դրա համար արդեն երկար տարիները, երևի 4 տարի, ոնց որ արդեն 4-5 տարի, որ այդպես եմ զապիս անում, մի շաբաթ առաջով, որովհետև կարաս առավոտյան արթնանաս, որոշես, որ շաբաթվա վերջ, օրինակ իմ դեպքում գնում ես Վոլգոգրադ կամ չգիտեմ, ուզում ես հանգստանալ, կամ հիվանդացել ես, իսկ այդ դեպքում, երբ որ քո զապիսները մի ամիս պիրիոդով է, դու այդ մարդկանց չես կարա տեղափոխես, ուշ տեղափոխես, հաստատ իրանք 2 ամիս չեն սպասելու քեզ, բնականաբար գնալու են ուրիշի մոտ, եթե քո մոտ չգան, մարդը սպասել է 1 ամիս ու դու իրան պատվադից ես անում, ստիպված պետք է գնա ուրիշի մոտ, ես չեմ սիրում իմ հաճախորդները, որ գնում են ուրիշի մոտ, դա շատ վատ հետևանքներ է բերում հետո, այնպես չի դա կապրիզնիություն է, որ կամ իմ գումարի խաթր եմ դա անում, ոչ, լիքը դեպքեր են եղել, երբ որ հաճախորդը ես այստեղ չեմ եղել կամ ժամանակ չեմ ունեցել, հաճախորդը գնացել է ուրիշի մոտ, հաջորդ անգամ արդեն եկել է իմ մոտ, ես իմ նյութով եմ աշխատել, բնականաբար
տվյալ մաստերը իր նյութով աշխատել բնականաբար եւ նյութերը կոնֆլիկտ են տվել իրար ու այդ մարդու մոտ առաջացել է աժոգ, քանի որ ես աշխատում եմ եւ բազային տեխնիկայով եւ աշխատում եմ գելային ու կրիպից անելով, դա բերում է այդ կոնֆլիկտին